ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ հայ-ամերիկյան համագործակցությունը չի սահմանափակվում միայն թրիփով, մենք շարունակում ենք զարգացնել մեր համագործակցությունը տարբեր ուղղություններով, մենք նաև համապարփակ գործընկերության կանոնադրություն ենք ստորագրել, որը սահմանում է մեր երկկողմ հարաբերությունների շրջանակը եւ նոր ուղի է նախանշում, որից կշահեն թե հայերը, թե ամերիկացիները։ Արտաքին գործերի նախարար Արադ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ համատեղ հայտարարության ժամանակ անդրադարձել է ստորագրված փաստաթղթերին, նախարարն ընդգծել է քիչ առաջ մենք մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրեցինք նոր մակարդակի, վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերություն։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ իբր հայկական կողմը ՀԱՊԿ-ից օգնություն չի խնդրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ, միաժամանակ նշելով, որ Լեռնային Ղարաբաղության հակամարտության ժամանակ ոչ ոք չի արձակվել Հայաստանի կամ նրա տարածքի վրա։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է իր հասցեին քննադատություններին, թե 2021 թվականին ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունից մեկն ասում է ծովից ծով Հայաստան, ինչ ծովից ծով Հայաստան, ինչով ծովից ծով Հայաստան, ով է զոհվելու ծովից ծով Հայաստանի համար, նշել է նա։ Իրանական թասնիվ գործակալությանը հայտնի են դարձել Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի կատարած այցի եւ ԱՄՆ-ի հետ բանակցությունների որոշ մանրամասներ։ Ըստ բանակցային թիմին մոտ կանգնած անանուն աղբյուրի համաձայնության ուշագրի նախագծով նախատեսվում է Իրանի արտերկրում սառեցված 24 միլիարդ դոլարի ապասառեցում։ Թեհրանը պահանջում է, որ այդ գումարի կեսը 12 միլիարդ դոլարը հասանելի դառնա հուշագրի հայտարարման պահից, իսկ մնացած մասը փոխանցվի 60 օրվա ընթացքում։ Իտալիայի առաջնության վերջին 38-րդ տուրի Բոլոնիայի դեմ խաղից հետո Ինտերի գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն մեկնաբանել է թիմի հայ կիսապաշտպանների Մխիթարյանի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ակումբի ղեկավարության հետ համատեղ մենք դեռ չենք զրուցել նրա հետ, ուստի հաջորդ շաբաթ նման հնարավորություն կունենանք։ Մխիթարյանի պես ֆուտբոլիստը շատ բան է նշանակում թիմի համար, իր պրոֆեսիոնալիզմի, կենտրոնացվածության եւ գործի հանդեպ վերաբերմունքի համար։